Ունենալով այս վիճակները հավատքի, եղբայրներ քույրեր, ինձ թվում է մենք պետք է հիմա հասկանանք, որ այն ժամանակներ ենք ապրում, որ մենք այս մակարդակով հավատքի դիմակայելու հնարավորություններից կզրկվենք։ Դրա համար ավելի շատ հոգևոր մարդի ընթացքը առաջընթացն է։ 174 Սաղմոսի մեջ գրած է, որ Տիրոջ հուսացող մարդիկ զորությունից զորություն պետք է գնան։ Մի հատ հանդիպում պետք է կայանա մեր եւ Աստծո մեջ Սիոնին, դա պայմանավորվածություն է Աստծո կողմից մեր հետ, ասենց ասեմ, մեր լեզվով ժամադրված ենք։ Այդ վայրը, որտեղ որ մենք պետք է հանդիպենք, ոնց որ Աստված ասում է, որ կանգնելով, հապաղելով, դանդաղելով տեղ չենք հասնելու։ Ասում է, որ պետք է զորությունից զորություն գնանք, միայն թե իրան ապավելով, եւ քույրեր եղբայրներ ջան, իհարկե ընկնելու են դժվարություններ, այնտեղ խոսում է արտասուքի հովքի վրայով, բայց երբ որ Աստծուն ենք ապավինել, տեղ ենք հասնելու, միայն թե մեր տեղում չդոփենք։ Սա մեր կողմն է։ Եթե մեկը սիրելին էլ ինքը սահմանափակվել է, իր ունեցած հավատքի հնարավորություններով արդարանալու տեղ չունի, ոչ էլ դրա համար կարող է ինքը սիրելներ իրեն ապահովված զգալ։ Տիրոջ անունը փառավորի։ Ուզում եմ նաև սիրելներ հիշեցնել ձեզ, որ մենք շատերս շատ ժամանակ մոռանում ենք մեր հավատքի նպատակը։ Հավատքը նպատակ ունի, հասկանում եք, քույրեր եղբայրներ ջան։ Հավատքի նպատակը ես տեսնում եմ, որ շատ տեղեր կան, ցենց ասած համակերպվել են իրավիճակի հետ, կարգավիճակը սա է հավատքի նպատակը, հավատում ենք, երգում ենք, աղոթում ենք, մեր հնարավորությունների չափ, երբեմն չի ստացվում, չենք անեմ, բոլոր այն ձևերն ու կանոնները, որ մեր կյանքում մինչև այսօր մեզ ուղեկցել են, քույրեր եղբայրներ, Սուրբ Հոգին հիմա մեր մեջ կարդացնի իրական հավատքի նպատակը, որ հիմա Աստված մեզի կանչել է։ Եվ ես ոչ մի անգամ չեմ հաշտվել ու չեմ համաձայնել այդ մտքի հետ, որ սա եկեղեցու իրական պատկերն է եւ կյանքն է, որ դի եկեղեցին սենց ապրի, սենց գնա, սենց ընթանա։ Ոչ, Աստված այս ծրագրերը չունի մեր նկատմամբ, ոչ էլ Աստված սրա համար է մեզի կանչել, եղբայրներ քույրեր, ինչ որ ժամանակ անցկացնենք, ամենքս մի քանի տարիներ այս մեր երկրային կյանքում երկրի վրա եղած հավաքույթներ կազմակերպենք, չգիտեմ ինչեր կազմակերպենք, բոլոր կազմակերպչական, բարի են, վատ չեն, մեր միմյանց հետ ունեցած հաղորդակցությունը, վատ բան չի, իրար հոգանելը, իրար նկատմամբ ուշադրելը, եթե իհարկե կա, դրանք լուրջ պտուղներ են, որոնք բխում են Սուրբ Հոգուց, չեմ կարծում, թե առանց Աստծո հետ հաղորդակցություն ունենալուց ձեր հաղորդակցության մեջ լրջություններ կամ ասենք օրհնություններ լինեն։ Դրա համար ուզում եմ սիրելի քույրեր եղբայրներ այդ թեմայի մասին խոսամ, անհրաժեշտությունը նրա ներկայացնեմ եւ եթե կարելի է խնդրել եմ Սուրբ Հոգու, որ մեր սրտերի մեջ ծառավ առաջացնի, բորբոքվեց կրակը, վերջնականապես ամենքս մեր տեղում սիրելիներ խորապես միտք ստանանք Սուրբ Հոգուց, որ Տեր Աստված ես վիճակից ես հոգնել եմ, ես չեմ ուզում մնամ այս վիճակի մեջ։ Համաձայն եք, որ կա ավելի բարձր մակարդակ, որի համար Աստված մեզի կանչել է։ Հիմա եթե չհամաձայնվում եք, ես ավետարանի չեմ։ Իմ առած ինֆորմացիայի շնորհիվ պետք է փորձեմ ոչ թե մարդկային համոզիչ խոսքերով, ապա ավետարանի հոգու զորությունով ձեր մեջ սիրելիներ հաստատել այն հավատքը, որ ավետարանից է։ Ուրեմն Կորինթացիների առաջի գլխի 9-րդ խոսքում Պողոս առաքյալը Կորինթացիներին հիշեցնում է հավատքի նպատակը, որովհետև Կորինթացիների մեջ բարձրացել են այնպիսի կարգավիճակներ, որոնք մեր տարբեր կարգավիճակներով հեռացնում են եկեղեցու ժողովրդին ավետարանային կյանքից եւ հոգեվոր կյանքից զրկմել։ Դրա համար առաքյալը հիշեցնում ասելներ 9-րդ խոսքում մեր Տիրոջի գալու նպատակը որն է։ Ուրեմն սենց ասում Աստծո խոսքը. հավատարիմ է Աստված, որով կանչվեցան հաղորդ լինելու իր որդի մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եղբայրներ քույրեր, Աստծո ամբողջ ծրագիրը կայանում է սրանում, որ մեզ կանչել է շատ լուրջ բանի, շատ լուրջ նպատակ ունի Աստված։ Ոչ թե նրա համար, որ մենք հավաքվենք տարիներ շարունակ երգենք, աղոթենք, Աստված իր նպատակը մեզ ներկայացնում է սա է, որ հաղորդենք նրա որդու Հիսուս Քրիստոսին
Իսկ ինչ է նշանակում հաղորդ լինել։ Ես իմ ամբողջ անցած կյանքի ընթացքը բարձրությամբ եմ հասկացել ավետարանը քույրեր եւ բաներ, ինձ համար ավետարանը հանելուկների շտեմարան չի, որ հանելուկներով լի ես այդքան գրագետ չեմ։ Բաներ կան, որ ես միտքը սույցի չեմ կարող հասկանալ եւ մեղադրվելու տեղ չեմ ունենա Աստծո առաջ։ Ես ամեն ինչ ընդունում եմ ուղիղ, որպես Աստծո բերանից դուրս եկած խոսք։ Հաղորդ նշանակում է խոսում եմ, հանդիպում եմ, իրար հետ հաց ենք ուտում, իրար հետ ջուր ենք խմում, ինչ որտեղ իրար հետ որոշակի գործերի մեջ ենք մտնում։ Սիրելի քույրեր եղբայրներ, ուրեմն հաղորդ բառը նշանակում է բառից բուն իմաստով հենց հաղորդակցվել Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի հետ։ Հովհաննեսը գրում է առաջի թղթի առաջի խոսքերից. Կենաց բանի վրայով, որ սկիզբեր էր, որում համար լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, որում նայեցինք և մեր ձեռքերը շոշափեցինք, և կյանքը հայտնվեց ու տեսանք, և կվկայենք ու ձեզի կպատմենք այն հավիտենական կյանքը, որ հորը քով էր, մեզի հայտնվեց։ Այն որ տեսանք, լսեցինք, ձեզի կպատմենք, որպեսզի դուք ալ մեզի հաղորդը լավ, մեր հաղորդակցությունը հոր հետ է, իր որդին Հիսուս Քրիստոսի հետ է, որ դուք էլ հաղորդելնեք, որ մեր հաղորդակցությունը իր հետ է։ Մենք ասման նախ տեսանք, ձեռքերով շոշափեցինք, շոշափեց չէ, հիշում եք, Թովմասը շոշափեց։ Ոնց է, Թովմասը լավ եք, թե նեղանում եք, քարոզիչները անդադ Թովմասին վարկաբեկում են, քույրեր եղբայրներ։ Ասում են թերավատ մարդերի բաներ, հա։ Դուք էլ եք դες մտածում։ Ես Թովմասին հարգում եմ։ Իմ մոտ ուրիշ հասկացողություն կա այդ մարդի նկատմամբ։ Բացատրեմ ինչի համար։ Ավելնորդ հերոսություն չարեց, ավելնորդ հպարտություն չարեց։ Հարկ համարեց իր հավատքի մեջ համոզմունք ստանալ։ Ասեց մոտենամ շոշափել, մոտեցավ շոշափեց ու իր գիտություն մեր բոլորին աշխարհի մահկության մեջ առաջին մարդն է, որ Հիսուսին Աստված անվանեց։ Հենց շոշափեց պրծավ, ասեց իմ Տերս եւ իմ Աստվածս։ Մինչև այդ ոչ մի մարդ Հիսուսին Աստված չի անվանել։ Լավ չէ, որ այդ մարդը շոշափեց, հաստատվավ քույրեր եղբայրներ։ Մի մեղադրեք որևէ մեկին, այնպես քրիստոնյաներ կան, որ հավատքի մեջ սկիչեն հաստատվել, Աստծո հետ ոչ մի հաղորդակցություն ու կապ չունեն, անգամ մի անգամ Սուրբ Հոգուձան չեն, անգամ մի անգամ հրեշտակ չեն հանդիպել։ Ըստին ծնված մարդը, քույրեր եղբայրներ, այս ֆիզիկական աշխարհից դուրս նա սկսում է հանդիպումներ ունենալ են գոյերի հետ, որոնք պատկանում են հոգևոր աշխարհին։ Վերստին ծնունդը տեսիլք է բերում մեզի հոգևոր աշխարհի հետ։ Մենք խոտենց հենց խուլու համր մարդիկ չենք։ Մի քանի օր առաջ Վոլգոգրադում ռուսական եկեղեցում ասում եմ ոչ Աստված է խուլու համր, ոչ էլ խուլու համր երեխեք ունի։ Ժողովուրդ ջան, իրան եպիսկոպոսն ուրախանում է, հոյլնել է, եպիսկոպոսը բացում ասում է, հələ ինչ լավ միտք այ մարդ։ Վերջը Աստված իսկապես կենդանի Աստված է, մենք էլ կենդանի գոյեր ենք, հա։ Թե մենք մեռած ենք։ Կենդանի Աստծուն ենք պաշտում, քույրեր եղբայրներ, որպես Աստծո զավակ, որի մեջ բնակվում է բարձրալ Աստվածների հոգին, որի մասին դեռ հələ մեջը չէր հրել է։ Նաբուկոդոնոսորը Դանիելի համար ասեց, որ բնակվում է ու երկյուղած էր մոտենում, խոնարհվում էր այդ մարդի առաջ Դանիելին, ինչա որ Դանիելը ինֆորմացիաներ ուներ երկինքից։ Եղբայրներ քույրեր, ձեզանից յուրաքանչյուր մարդը յուրահատուկ է, բայց դուք քայլում եք սովորական մարդի պես, աղում եք սովորական մարդի մեջ պես, ես գիտեմ, որ ստեղ շատերը Սուրբ Հոգու մկրտություն ունեք, եւ այդ հոգին նրա համար չի, որ դուք ինչ-որ բաներ արտաբերեք, այլ նրա համար է, որ դուք այդ հոգով առաջնորդվեք, որտեղ Հիսուս Քրիստոս ասեց, որ ես գնամ ինքը գա եւ ինքը ձեզ ամեն ճշմարտության կառաջնորդի, ճշմարտության ուղղակի հասկանում եք, եւ դուք այդ ճշմարտությունների հետ տեղյակ կլինեք, հաղորդ կլինեք։ Աստված երբ որ Երեմիային առաջի գլխի մեջ գրված է, որ նայեք ասում է Երեմիա, ես քեզ դու չծնված ճանաչեցի, քեզ մորդ որովայնից սրբեցի ու ազգերին մարգարե արեցի։ Ես հաճախ ասում եմ ժողովուրդ ջան, ինձ չի դարձրել Աստված ազգերի մարգարե, քեզ էլ չի դարձրել, չի հայտարարել, բայց քո կյանքի հիմա դու մարգարե պարտավոր ես ունես։ Ամոսը 3-րդ գլխի մեջ հայտարարում է, որ Աստված ոչինչ չի անում իր պաշտոնային չհայտնելու։ Բամարդ իր վաղվա օրվա համար բաներ չիմանա, հենց քույրեր եղբայրներ։
Եվ այս բոլորը կապված է հաղորդակցությունից։ Ես հիմա հաղորդակցության երագույն նպատակը ասեմ ձեզ։ Հələ դեռ ես ասում եմ մեր երկրային կյանքի համար, հասարակ բաների համար, որ վերջապես ինֆորմացված չլինեմ Տիրոջից, ես ինչ անեմ, ես ուր գնամ, ես խոսեմ, չխոսեմ, ես աղոթեմ, չաղոթեմ։ Շատ հետաքրքիր է մենք Գործք Առաքելոց գիրքը, որ ուսումնասիրում ենք, ընդեղ Առաքյալը ասում է, որ 16-րդ գլխի մեջ ասում է ուզում էի Ասիայի մեջը ավետարանը քարոզեի, Սուրբ Հոգին ինձ արգելեց։ 6-րդ խոսքից է։ Փրիայի եւ գաղատացիների կողմերը պտտեցին, այնտեղ Սուրբ Հոգին արգելեց, որ Աստծո խոսքը Ասիայի մեջ խոսենք։ Երբ Միսիայի կողմերը երթալով կճանային դեպի Բեթանիա երթալ, Հիսուսի Հոգին թույլ չտվեց։ Երբ այլեր քույրեր, ոնց կարելի է Հոգին թույլ չտա, որ ավետարան քարոզես, ոնց կարելի է Հոգին թույլ չտա, որ դու խոսքը խոսաս, կամ ինչ-որ միտեղ աղոթք անես, փաստորեն ստացվում է Հոգին թույլ չտվեց եւ արգելեց։ Ինչու համար առաջնորդություն չտվեց, ավելի ուրիշ ծրագրեր ուներ Աստված, որ իրականացներ։ Ինչ հետաքրքիր է, Տիրոջ հետ հաղորդ ընելու սիրելիներ կյանքը, դա կյանք է։ Դու որ ապրում եք ձեր ընտանիքի անդամների հետ, դուք հաղորդակցում եք ձեր ընտանիքի անդամների հետ, եւ դուք ինֆորմացված եք ձեր բոլոր գործերից, ձեր նիստուկացից, գիտեք ինչ պետք է անեք ձեր տան մեջ։ Եղբայրներ քույրեր, շատ կարևոր կետ է սա, որ մենք պետք է հասկանանք եւ ամենագերագույն նպատակը մեր հաղորդակցվելու ինչու է կայանում։ Ուրեմն Առաքյալը Պողոսը Հռոմեացիների 8:29-ում գրում է, որ նախապես մեզ սահմանել է, որպեսզի անդրանիկ որդու պատկերի նմանություն ունենանք։ Ես հարց եմ ասում, հարց եմ բարձրացնում բոլորիս համար, սա ինձ համար եւ ձեր համար է, եղբայրներ քույրեր։ Ես ինչ որ բարձունքներից չեմ խոսում, որ հասել եմ շատ եսիմինչ կետերի, ձեզ էլ ասում եմ դուք չեք հասել, նստած քարկոծում եմ։ Ոչ, միաբանվում եմ ձեր հետ միասին, որպեսզի Աստծո սորության ընթരാճ գնանք, Տիրոջ շնորհքները մեր մեջ արտնանա Աստծո գործը եւ մենք տեսնենք Աստծո ծրագրերը, որ պետք է հաստատվեն մեր կյանքում։ Տեսեք ինչու է կայանում։ Անդրանիկ որդու պատկերի նմանության համար մեզ նախասահմանել է։ Իհարկե նախասահմանության վրա այսօր չեմ ուզում խոսեմ, բայց դուք համոզված եք, որ Աստծո որդիները նախասահմանությունով են դնում։ Համոզված եք Առաքածությունով գլխի 32 խոսքում, համոզված եք 139 Սաղմոսից, համոզված եք Աստված մեզի Աստծո խոսքի համաձայն համոզել ու հաստատել է, որ մենք պատահական մարդիկ չենք եւ պատահական չի, որ հայտնվում ենք ինչ-որ մի կրոնական կազմակերպության մեջ ու սկսում ենք անդամակցել այդ կազմակերպությանը։ Մենք Աստծո որդիներն ենք, Սուրբ Հոգու կնինքով մեր մեջ հաստատված է, հավատքի ցերկով մենք տենում ենք, որ ուրեմն Հռոմեացիների 8:14-ն ասում է, եւ հոգիներ ձեր հոգիների հետ կմիաբավի եւ կհաստատի, որ դուք Աստծո որդիներ եք։ Փառքը Տիրոջն ունի դրա համար, բայց մեծագույն արդյունքը սա է, եղբայրներ քույրեր, որդու նմանությանը հասնելու հաղորդակցության միջոցով գիտությունը հատկացուցում է, որ արտաքին նմանությունները զույգերի երկար տարիների հարատև համատեղ կյանքից արտաքինները նմանվում, իսկ բնությամբ բացարձակ նմանվում են, բնությամբ բացարձակ էությամբ մարդու կնիկ դուշնի մեն նման է, կամ մի բանալում ասում մարդու կնիկ մեն նման, իրականությունը դա համատեղ ամրելու կյանքից առաջացել այդ խարակցերը, երուսերին ասում, որ իմանակ ինչա, և բնական է, և իրականություն է, եղբայրներ քույրեր, իսկ հնարավոր է, որ մարդու կնիկը հարսանիքի հենց սեղանից իրար նմանվելներ։ Այդպես ոչ կնի, հələ չեն շփվե, հələ իրար հաստատ չեն սովորել, ամեն ասեմ ձեզի, ուժեղն է, թույլն է ուժեղին նմանվում, ուժեղը միշտ փոխանցում է իր լիցքերը թույլի վրա։ Քույրեր եղբայրներ, բայց հարկ մեր Տիրոջը, որ մեր Տերը ուժեղների ուժեղն է Հիսուսը։ Եվ Աստծո նպատակն էր, որ իր որդու նմանությանը հասնելու համար մեզ բերի այդ հաղորդակցության մտքին, եւ մենք միայն հաղորդակցության միջոցով կարող ենք նրա պատկերի նմանություն, պատկերի իհարկե հասկանում եք աչքերը չի, վազերը չի, հապա նրա հոգեբանությունն է, ձեզանից ով է Հիսուսի նման սիրեմ իր շրջապատը, ձեզանից ով է կարա իր կյանքը դնի Հիսուսի նման ուրիշների համար, ձեզանից ով կարա ների ոնց որ Հիսուսը, հա քույրեր եղբայրներ, ձեզանից ով կարա իր սեփականությունը վնաս համարի, որպեսզի դիմացինին շահի,
Սրանք բոլոր հատկանիշներ են, որ պատկանում են Տեր Հիսուս Քրիստոսին եւ դրանք իմ մեջ չեն կարող ձևավորել, չեն էլ կարող, մինչեւ որ ես հաղոր չմնեմ այդ կյանքի հետ։ Կյանքը ինքն է, քույրեր եւ պարներ, կյանքի բոլոր երուվեճը բոլոր նրանից է։ Սաղմոս 2-ն ասում է, կյանքի աղբյուրները քո քովդ են, քո լուսովդ պետք է մենք լույս տենանք։ Ահա թե ինչքան կարևոր է մեր հաղորդակցությունը Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի հետ, որի համար մենք սիրելիներ այդքան խորապես հետաքրքրված չենք, անհանգստացած չենք, մեր կյանքը չենք դնում դրա մեջ, չենք ուշադրություն դարձնում մեր ժամանակները հատկացնելու այն հաղորդելու աստվածային կյանքին։ Քույրեր եւ պարներ, դրա համար մեր կյանքում բոլոր դժվարությունները, բոլոր նեղությունները, որոնք մենք անձնական կյանքում կրում ենք, ես բոլորը կապում եմ Աստծո բացակայության հետ մեր կյանքի մեջ։ Երբ որ մենք ինքնուրույն կրում ենք դժվարություններ, չկա ինքը, որ ես հանձնեմ իրան իմ կյանքում ներկայությունը չեմ այլեմ, նրա մտերմությունը ինձ հետ չի, այս դժվար պահերը ես անցնում եմ։ Ես հիմա ուզում եմ շատ խելացի մարդկանց մասին խոսեմ, որ մեզանից առաջ եղել են եւ շատ լուրջ մարդիկ են եղել եւ կյանքը պարտադրել է այդ մարդկանց քույրեր եւ պարներ, որպեսզի այդ մարդիկ իսկապես գնահատեն Աստծո ներկայությունը, Աստծո մտերմությունը եւ ինչ է տալու այդ մարդկանց Աստծո ներկայությունը։ Ուրեմն եղավ մի անգամ, որ Տերը խոսեց Մովսեսի եւ ասեց. Մովսես երկած 33-րդ գլուխ ելից, Մովսես վերկած եւ հայրերիդ խոս տված երկիրը, որ տվել եմ Աբրահամին, Իսահակին, Հակոբին, վերկած ժողովուրդը վերցրա եւ ես քո հետ մի հրեշտակ կդնեմ քո առջևից կգնա եւ այդ ժողովրդին կուղեկցես այդ թանանի երկիրը, որտեղ կատու մեղր ապխան։ Դու այստեղ տարապանքի մեջ ես, դու այստեղ չաչանում ես, բայց կյանքը ընդեղ է, իմ խոստումներն էլ ընդեղ են։ Վերկած գնա խոստումի երկիրը շարանգի։ Եվ Մովսեսն եկավ սիրելիներ, լուրը բերեց այդ ժողովրդին, որ Աստված ասում է, ես ձեր հետ չեմ գա, իհարկե ձեր պատճառով չեմ գա, որովհետև ձեր վիճակները ուրիշ է, դուք խստապարանոց ժողովուրդ եք, իմ ձեր հետ դուրս գալու ժամանակ դուք կմեռնեք։ Երբ որ Մովսեսը սիրելիներ այս լուրը բերեց, գրված է, որ ժողովուրդը չար լուր լսեցին, չար լուր հավարեցին ու ողջ պարին, իրանց արդեն իրանց վրա չարան, մի հատ ուրախություն չմտավ սրտերի մեջ, Աստված ասելա ձեր հետ չեմ գա։ Բայց ես իրա հրեշտակ կդնեմ, հրեշտակ տեսել եք, այ ես ասեցի կհարցնեմ, չասեցի, բայց մի ամիտ հարցրեցի, սկի հրեշտակ տեսել եք, հա քույրեր եւ պարներ, չեք էլ տեսել, բայց Աստված ասա առաջարկում է Մովսեսին, ասում է դնեմ ու տեսեք ինչ ասում ես մարդը, հələ տեսեք Իսի ձևի մարդիկ են սրանք, հրեշտակին են համաձայն չեն, ինչ մեծ պահանջներ են կանում Աստծո առաջ դնել։ Եվ ինչ ասեց Մովսեսը, եւ Մովսեսը սավանում, եթե քո ներկայությունը մեզի հետ չգա, մեզ այստեղից մի հանի, քանզի ինչով պիտի գիտեցվի, թե ես քո ժողովուրդը քո առջևը շնորհ կտամ, եթե ոչ քո մեզի հետ երթալով է, այնպես որ քո ժողովուրդը երկրի երեսի վրա եղած բոլոր ժողովուրդներից պիտի տարբերվենք, զատվենք։ Մեր սիրելիներ այս ժողովրդից տարբերվելու միակ միջոցը որ Տերը մեր հետ է, որ Աստծո ներկայություն կա մեր կյանքի մեջ, հրեշտակն ասում ինչ եմ անում, ինձ տիշ չհանես, գիտեք ինչից են հանելու, շատ մեծ տառապանքներից ու դժվարություններից, մենք կհամաձայնենք ոչ թե հրեշտակը, այլ ով ուզում է հանի մեր ծանր վիճակից մենակ թե մեզի հանի։ Ոմանք կան սիրելի քույրեր եւ պարներ, հավատքի մարդիկ, որոնց ես հաճախակի առնչվում եմ նման դեպքերի հետ, որ ընկած են դժվարությունների մեջ, իրանց ընտանեկան խնդիրները իրանց վրա այնքան ծանրանում են, որ անգամ գնում են դիմում են վհուկներին, գուլերի մոտ են եթեմ, թուղթիկիրանողի մոտ են եթեմ, անգամ դրան են համաձայնում մնաց հրեշտակին։ Իսկ տեսեք ինչքան լուրջ ժողովուրդ են այս ժողովուրդը, որ գիտակցում են, որ առանց Աստծո կան անցման վայրեր, որտեղ անհնար է անցնելը։ Սրանք կյանքով էին հանդիպել, ծովի էին հանդիպել մարդիկ, Արարած գետի էին հանդիպել, կրակի էին մտել այս մարդիկ կրակի մեջ եւ գիտեն, եթե անձամբ Աստծո ներկայությունը չգնա իրանց հետ անանցանելի վայրեր կան, գալիքի վրա դժվարություններ են ունենալու։ Մեր հետ անհրաժեշտ է Տիրոջ ներկայությունը։ Շատ կարևոր կետ ասա։ Բոլորովին վերջերս բժշկության պաշտամունքը Հայաստանում կայանում ամիսը նախավերջի շաբաթը, մենք ծառայություն ունենք այդտեղ
Եվ քարոզը յանում ու տիրոջից հայտնություն եկավ, ես կանգնեցի քարոզը, մոտ օրապես կարող է 1000-ից ավել մարդ ներկա, եւ բոլորին Աստված ասեց ասա, ու ես ասի, Աստված ասում է, ես ձեր հետ ադատական հանդիպում եմ ուզում, ձեր ներքին սենակում, պրոբլեմն ինչու՞մ է տեր, ինչ ես ուզում անհատական, հնձի ասակ ու ծառան եմ ես ժողովրդին հաղորդեմ, մարգարեական խոսք ասեմ, հայտնություն ասեմ, ինքան եղե որ ասել ես, իրանց ասա, ես իրանց հետ առանցին գործ ունեմ, հետո ինձ ասում է, իրանց գաղտնիքը քեզ չեմ ասելու, ես ոչ մի զավակից, որևէ մեկ ուրիշ զավակից ներկայությամբ չեմ ցածրացնի, ոչ ոք են սեմացնել, մի երեխեքն են, ասեց ինչի մեծ տղից սխալները շատ ժամանակ քրոջը դու աղբորները մոտ չես ասում, որ նրանց սրտերի մեջ դակ չառաջացնես քո մեծ տղի սխալների համար, շատ ժամանակ դու կուլ ես տալի, հայր ես, դու տանում ես հայր ես, բայց կարող է փուրը կամ աղբերը աղբոր արած սխալը տես չտանի, եղբայրեր քույրեր Աստված ձեր հետ անելու բան ունի, ամբակումը ասում է, երկրորդ գլխի առաջի խոսքում, ես իմ տեղը Պարիսպի վրա պետք է կանգնեմ, պետք է սպասեմ, թե իմ տեղն ինձ ինչ ասեմ, եւ ես հանդիմանության համար ինչ պետք է պատասխանեմ, ամբակումը հաստատ գիտի, ու իր եւ Աստծո մեջ եղած հանդիման ժամանակ եղբայրներ քույրեր, լուրջ հարց ալնելու, Աստված իրան ուղղելու է, իր չարչանապարներից դարձի բերելու, դրա համար կանգնել ասում Պարիսպի վրա կանգնած պետք է մնա, մի քայլ պետք է չանեմ, ստե պետք է կանգնեմ ես, որ Աստված ինձի պետք է հանդիմանի եւ ես իրան տենամ ինչ եմ ասելու, իր արածի համար, կխնդրեմ ձեզի, կաղաչեմ ձեզի, քույրեր եղբայրներ, շատ կարևոր բան ասա այս հարցը, թող բարձրանա ամեն մի սրտի մեջ, Տեր Աստված մինչև հիմա ես զբաղված եմ ել խաղերով, ոնց որ թե հավատքը խաղաղացած եմ, ես կադակ եմ արի մինչև մի, բայց իմ աչքերի ես բացել եմ իմ եկեղեցում, որ Սուրբ Հոգին զորությունով իր ժողովրդի մեջ ա եղել, ոմանք ասում են դանդաղ եկեղեցու նախնական շրջանն էր, դրա համար էր Աստվածի այցելությունն արել, ուրեմն սիրելիներ ստությունը հակաավետարանային էլ հասկացողություն է, Աստված նույնն է երեք այսօր եւ հավիտյան եւ բոլոր ժամանակների Աստվածն է, ինքը չի փոխվում, փոխվում ենք մենք մեր վիճակներով, մենք սկսում ենք մեծանալ ինքնուրույն քայլեր, երեխաներ կան, որոնք իրանց տան մեջ սիրելիներ, քանի դեռ փոքր են, իրանց ծնողների հոգաբարձությունների ուշադրության կենտրոնում եւ կախվածություն ունեն իրանց ծնողներից եւ անընդհատ նայում են իրանց հայրերի, մայրերի հայացքին, իրոք մի բան առներում դեղից, բայց երբ որ մի փոքր իրանց վրա ուժ է գալի, շատ ժամանակ են մենք շատ հեռու իրանց ծնողից ապրելու, Աստված դրա համար չի մեզի կանչել քույրեր եղբայրներ, ես ուզում եմ մենք միշտ երեխայական զգացողությունը մեր հոր նկատմամբ երկնային ունենալ մեր սրտերի մեջ, որ ես առանցիլա ոչ մի բան չեմ կարող անել։ Մենք մարդիկը սովորաբար կրոնական մեր գաղափարները, հասկացողությունները մեզ ծնում են ուրեմն այնպիսի վիճակներ, որ մենք ինքնաարդարության գործը մեր կյանքի բարձր են գնահատել ամեն Աստծո ներկայությունից, ինչ եմ ուզում ասեմ, որտեղ մեր մեջ ծնված են մեղքի գաղափարներ, ոչ թե մեղքի զգացողություն, այլ գաղափար, հասկանում եք, եւ քանի որ այդ գիտելիքները մեզ հետապնդում են այդ գաղափարները, մենք ուրեմն այդ վախի ազդեցության տակ անընդհատ փորձում ենք որոշ բաներ մեր կյանքում ուղենք եւ մեզ ավելի շատ ստեղծում ենք մի բարոյական անկյուն, ասես մի անկյուն, անունը դնում ենք հավատքի անկյուն, հավատքի կյանք, փորձում ենք մեր կյանքը բարոյականացնել եւ դա անում ենք առանց Աստծո ներկայության, երբեք մենք նրան չենք հասնելու, այդտենց երբեք էլ ազատություն չենք ունենալու, որտեղ 8-րդ գլխի Հովանու ավետարան 32 խոսքում ասել ճշմարտությունը որ իմանա, ճշմարտությունը ձեզ կազատի, դուք այնքան ժամանակ ազատ չեք ասեց, մինչև որդին ձեզ չազատի, ուրեմն նշանակում է մեր իսկական իրական հոգևոր հոգու ազատությունը, կյանքի ազատությունը կայանում է մեր եւ նրա հետ ունեցած լուրջ հարաբերությունից, ինքը պետք է մեզ ազատի, այնքան կարևոր է սիրելիներ, որտեղ Կորինթացիների երկրորդ նամակի 17 խոսքն ասում է, որ որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատությունն է։ Մենք հոգով լցվում ենք, վերջի անգամ երբես զգացի նրա ներկայությունը։ Ուրեմն պաշտամունքի ժամանակ այդպես որ Աստծո հոգու զորությունը հիչավ սկսեց գործել է, պատկերացրեք, որ 4 անգամ հենց քարոզանում է զորության տակ, 4 անգամ։ Հետո սեղանները գցին նորից սեղանների շուրջ։ Մարդիկ հացը տանում են, որ ուտեն զորությունն իջնում է։
Այն աշճանի այդ տարիքով եղբայրներից մեկը 80 անց եղբայր էր, իրավ լացելով ասма, ես իմ որ թվերին էր, սենց բան հետսել ասма, ես նեսս սենց, եթեմ կալում ասma այդ զորությունը ու լացма, ու ժողովորդը սա, հույրեր եղբայրներ, մարդը կարիք ունի Աստծո ներկայության, մարդը կարիք ունի կենդանի կյանքի Քրիստոսի, եւ դա իր մեջ ծնում ասիրելիներ երկնային արքայության կարգավիճակը, կարգավիճակ, երկնքի արքայություն. Ես որոշ պատմական բաներ ասեմ վերջերս այդ ուղղությամբ որ մտածել եմ, ուշադիր մտածել եմ, հենց ես ասում եմ, կաթոլիկները որտեղից առաջացան, Հռոմը կորցնում էր իշխանությունը, քրիստոնեությունը ծաղկող կրոներ, լաթերացին շուտ Հովանես Կոնստանտինոսը լաթերացու տաճարը սարքեց Հռոմի մեջ, քրիստոնյաների բերեց այդ, որ Եվրոպայում, Եվրոպան քրիստոնեացում էր, շարժում էր, որ նորից իր ձեռքերը մնա այդ տարածքների վրա։ Ուղղափառությունը ամբողջ սլավոնական ժողովուրդը, ռուսներ, լեհեր, չեխեր, բելառուսներ եւ վերջապես բոլոր ուկրաինացիներ, որպեսզի իրենց տերիտորիալ այդ բանը հզորությունը չկորցնեն, նորից քրիստոնեությունը ընդունեցին։ Այսինքն քրիստոնեությունը ամեն մեկի համար ինչ որ շարժարիտ է, ինչ որ շարժարիտ է, ինչ որ շարժարիտ է։ Մեր համար ինչ է, դες եղբայրներ։ Կյանքա, եղբայրն ասում է, կյանքա, հաստորեն մենք կյանք ենք եկել, մեզ ինչով եմ համոզված դրանում։ Համոզված եմ երկնքից իջան զորությունից։ Սա վկայություն է։ Հիսուսն ասեց, գնացեք սպասեց, վերևից կգաք, որ կդառնաք իմ վկաները։ Ուրեմն երկնքի արքայության ջատագովը, որ պատրաստում է որպես երկնքի քաղաքացի, դա Սուրբ Հոգին է։ Դրա համար Սուրբ Հոգով մկրտված եկեղեցում ես չեմ վախենում, բապտիստ ընկերներ ունեմ իրաց մոտ եմ սենց խոսում, բոլորի մոտ եմ խոսում եմ, ասում եմ հաստատությունը երկնքից եկած նշան է, Սուրբ Հոգին, որ պատրաստում է ընդեղի մար, ընդեղից ինքն է տեղյակ ընդեղից, եղբայրներ քույրեր, քրիստոնեությունը գաղափար չի, մեզ համար կյանք է։ Մենք կյանքի հետ հաղորդ տանները մեզ շատ անհրաժեշտ է հենց հիմա, շատ, տեսեք, Մովսես ասեց, ես չեմ դուրս գա, որ դու մեր հետ չգաս։ Տերը սաղ Մովսեսին, այս բաներն ակպիտին եմ, որ դու լսիր, վասնզի մարդ չևես շնոր կտար, ես քեզ անունով եք ճանաչեցի, կանեմ, հետդ կգա, որ ասեցիր ձեր հետ կգա։ Մովսես առիթը չկորցրեց, քանի անգամ ենք առիթը կորցրել, հենց որ Սուրբ Հոգին այցելել է, քույրեր եղբայրներ, չենք շարունակի ավելին փափագելու եւ մեր ծառավը չենք զարգացրել մեր սրտերի մեջ, այլ մարեցրել ենք, բավականվել ենք ինչ-որ վիճակով, տես ինչ ասեմ, եւ Մովսես ասեց, աղաչում եմ, քո փառքը ցույց տուր։ Եվ Տերը սաղնա, ահա, իմ քովս տեղ մտա ու ժայռի վրա կանգնի։ Մոտս տեղ կա, տեղը մի հատ է, բայց մի հոգու մարդ չի քույրեր եղբայրներ։ Ժայռի վրա կանգնի, ուշադիր լսեք, խնդրեմ ձեզի, որ ձեր մեջ կա հայտնություններ, այս Աստվածաշունչը հոգի է, մջից հոգին պետք է առնես դու, քո համար առանցին հայտնություն է, ընձի ինչ բացվել է, քեզ ինչ, օգնությունի շարք չունի, այն ինչ որ քոնն է, քեզի պետք է լինի, ասում է քովս տեղ կա, ուրիշ տեղ չկա, ժայռն է, կայնի ժայռի վրա, եւ ես քեզ ժայռի խորոչի մեջ կդնեմ, ու իմ ձեռքով գծաստիեմ ու ես կանցնեմ, ու դու չես մեռնի, եղբայրներ քույրեր, ինչի չես մեռնի, ով այդ ժայռը, ժայռը Հիսուսն է, Սուրգիտ ասում որ նա որ գնում էր Իսրայելի հետ, առաջնորդ մեր ժայռն էր, ժայռ, որի ջուր բխեց, ծառաված սրտերը կյանք ստացավ, եւ քեզ ասում տեղը, միայն միջոցն է, որով մարդ Աստծո հետ հաղորդակցում է ու չի մեռնում, եւ դրա համար Եբրայեցիս 10:19 առաքյալն ասում որ սուրբ տեղը մտնելու իշխանությունը ստացա Հիսուսի այրունով։ Քույրեր եղբայրներ, երբ որ գալիս է մեր մեջ ես կյանքի գերագույն նպատակները եւ մեր հաղորդակցությունը Աստծո հետ, մենք տենում ենք, որ եկեղեցու շրջակայքում, որտեղ մենք ծնվել ենք ու ապրում ենք որպես հոգեվոր մարդիկ, այդ գեր նպատակների ձգտումը մեզ այս աշխարհային կյանքից, այս երկրային եկեղեցիական կյանքից բարձրացնում է եւ մեր նպատակները ավելի վեր բաների ականում։ Ես հաճախ տեսնում եմ մարդիկ կան, որ եկեղեցու պայքարների մեջ են իրենց յուրօրինակ տեղը գտնելու համար ստելնեմ, ես իմ տեղն ելնի, ուրեմն ձեզ ասեմ, Աստված բարձրագույն տեղի է ձեզի առաջնորդել, իրավորդ է Հիսուս Քրիստոսի սրտի մեջ,
դրեր աուծերով են փագել ու դուք կյանք ունենաք եւ չմեռնեք եւ մապան իշխանությունը ձեր վրա չգա եւ չի էլ կարագա որովհետեւ Աստված այդ խնդիրը լուծել է մեր ամեն մեկի հետ իր անունը թոփառավորվի եւ որ մենք այս հավատքի հույսը ունենք հավատքի հաստատություն ունենք այս ճշմարտություններով ենք քայլը քույրեր եւ բարեր մահը մեր վրա իշխանություն չունի եւ դարանական ելած չի ասում արիստե դու իմն ես ես ուես գլուխդ կախեթում ինչ կարգի մասին ես խոսում այս բանարի հա այն բանարի հա այն բանի մեջ չկար հա ես ուրեմն վերջի ժամանակներս ես վկայությունը շատ տեղ եմ արել քաղաքում մի եկեղեցի գնացինք երեքով եղբայրներով սենց պայմանավորություն կար որ եղբայրները երկուսով ուսուցում անեն ես պետք է աղոտ կանեմ եկեղեցին բավական ժողովուրդ էր մոտավորապես 400-ից ավել նստատեղերից եմ հասկանում ես ես դեպքով նստած էր ժողովարանին եւ առաջի եղբայրը որ լուրջ հեղինակություն էր վայելում այդ ժողովրդի մեջ որպես հոգևոր մարդ սկսեց իր ուսուցումը ուրեմն երբ որ խոսած Քրիստոսի փրկարար շնորհքը եւ Տիրոջ այլան զորությունը որ մեզ կյանքի ակոչե վերջապես մի ժամ 10 րոպե քարոզեց կամաց ժողովրդի մեջ հավատքի շարժ եղավ հաստատություն եկավ երբ որ ավետարանով մարդին հաստատում ես որ ճշմարտությունների մեջ նրա մեջ առաջանում է լուրջ ուրախություն տեսնում է գրկում է երկինքը այս ժողովուրդը ուրախացան դուրացին փառք Տիրոջը փառք ես Հիսուս ջան ես ինչ մեծ գործեր ես արել մեզ մար ես ոնց ես այդ մեծ ծրագիրը կատարել որ մենք այսօր այդ կյանքի երաշխավորությունը ստացել ենք խոսած վերջացրեց աղոթեցին երկեցին ուրախ երկեցին փառավորեցին աշկերը փայլում է հաջորդ եղբայրներով նա էր վատ հեղինակություն չուներ ասես բայց ձեր մեջը մարդ չկա որ իր եղբոր կամ քույրիկի նկատմամբ սրտում բան կա խիդու չգիտեք որ մարդ իր սրտում եթե մի բան կա ուղիղ իր տեղը դժոխ կնա ու սկսեց քարոզել այս մարդը 25 րոպե քարոզեց սա նորից տխրան շատերն են վերևցերից արտահայտեցին արծաձայն վայ մեզի ասեցին մենք կորան ինչ այլներում մեր վիճակը ես քույրեր եղբայրներ ոչ թե վատ զգացին ես մտածեցի Տեր Աստված ինչ հեշտ այս մարդկանց նոր քիչ առաջ փրկության ուրախությունը այս մարդը սես ծերներից հավաքեց դրեր ջեբը դուս եկա մեղադրանքը նրանում է որ մենք ավետարանի ճշմարտությունների մեջ Աստծու կողմից տված խոստումներով հաստատված չենք Եբրայեցիս 11-ի առաջի գլխի առաջի խոսքի առաջի բաժնում ասում հավատքը հուսացած բաների հաստատությունն է այսինքն ես հաստատված չեմ այլ հավատքի մեջ որ Աստված ինձ խոստում է տվել եղբայրներ քույրեր երբ որ Դավիթը ինքն էլ ինֆորմացիաները ստացավ կարգավիճակից դարձված 51 սաղմոսի մեջ կարգավիճակները տենց իրա վիճակը հասկանում եք դա գրել է երբ որ Ուրիայի կնոջ հետ դեպքը կատարված Նաթանն եկավ իրան հանդիմանեց մեջը խշմտանքից մեղքի այդ զորությունը աչքերի առաջ ունեն զորացավ ասում է որ ամեն օրի մեղքը իմ աչքի առաջին է լացանը ասում է իմ մայրս ինձ մեղքով է հետացել Տեր ասմանձի զոպայի մշտիկով մաքրի որ մաքրվեր ող պարով հասնում ենք կետին տենում է որ պատճառ կդառնա մեղքը ճշմարտություն է կա ճշմարտություն է պատճառ կդառնա մեղքը որ Աստծո հոգին իրանից կհեռանա Տեր ասում է մի հեռացրա մի վերցրա ինձանից քո հոգին եւ ասում է թող մի կամավոր հոգի հայտնվի որ ինձ վերադարձնի իմ փրկության ուրախությունը այդ եղբայրը դրանց փրկության ուրախությունը ծերից ակավ տխրան բայց Դավիթը խնդրում է որ մի կամավոր հոգի հայտնվի իրանց վերադարձնի փրկության ուրախությունը քույրեր եղբայրներ հաճախ եմ ես քրիստոնյաների աշկերի մեջ տխրություն տերում մի շաբաթ առաջ Տամբովում ավետարանը քարոզեցի փրկության ուրախության ավետարանը դրանց եպիսկոպոսը Վազավ Բեմը սես նայ ժողովրդի դեմքին ասեց եղբայր ջանարի ասեց դες արդեն վերադառնում է ուրախությունը փրկության ուրախությունը հոգին պետք է հաստատի մարդին ավետարանի հայտնությունները բերում էսի ես ընդամենը իրանց զգացմունքները շարժեցի մարդիկ իրականությունը լսեցին բայց իրանց սեփականությունը դարձնելու խնդիր ունենք ամենքս քույրեր եղբայրներ եւ դա անում է մեր հավատքի հաստատվելու ճանապարհին
որ վերջնականապես համոզում ենք։ Գիտես երբ որ մեր վրայից մեր հավատքը հեռանում է, ու տրվում է Աստծո առանձնությունը։ Համիլը մեր վրա ենք, մեր համարումներ ունենք, քանի տարի չեմ ծխել, քանի տարի չեմ խմել, քանի տարի այս բանը չեմ անում, քանի տարի հնայելի բաներ ունեմ անելու, որ ես մաքրվի։ Ուրեմն սրանց հետևից ելնելով մենք փրկությունը չենք գտի։ Մեր փրկությունը կայացել է Հիսուս Քրիստոս զոհորը։ Աստված զոհի միջոցով քույրեր եղբայրներ գործ բռնեն։ 50-րդ Սաղմոս 5-րդ խոսքն ասում է. Ինձ մոտեցրեք իմ սուրբերը, ինձ հետ զոհով ուխտ անողները։ 50 Սաղմոս 5-րդ խոսք։ Երեք ձեր մեջ գնացեք կարդացեք, աղոտ կարեք, ձեզ համար Սուրբ Հոգին մեծ գործ կանի։ 62-րդ Եսային ասում է, որ չեմ հանգստանալու Սիոնի համար եւ չեմ դադարելու Իսրայելի համար, մինչև վերջ պարգևելու եմ Հիսուսն խոսում, որպեսզի այդ ժողովրդի արդարությունը փրկությունը բարձրացնեմ, իր անունը փառավորվի, բոլոր գործը տրված եղել Աստծո որդի Հիսուս Քրիստոսին եւ հանձնարարությունը մնացած որ ընթացքը տանի մեզի Սուրբ Հոգուն տված։ Այդ ինչ կարևորություն ունի հաղորդակցությունը եւ ինչի մենք չենք մեռնի, եթե հաղորդ անենք, որովհետեւ մենք ունենք Սուրբ Տեղը մտնելու երաշխիք Հիսուսի Սուրբ արյունով։ Ասենք իրան փառք, ասենք Տիրոջ անունը փառավորվի իր գործի համար։ Ես հաճախ ասում եմ, ես ստեղ եմ նրա համար եւ կանգուն եմ նրա համար, որովհետեւ ինքն դե ակույր է բանը։ Իրան դերները երաշխավորը իմը ստեցել մեջ անները կամ ընդհանրապես հետի վրա քայլելը։ Ես եկա վտանգավոր մարդ եմ, մահը սաղորը հետևիցս ընկած է, բայց որ ինքն դե ես անդրում եմ։ Մահը հետ իշխանություն չունի։ Իրա զորավոր այրունը ինձ թողության միջոցա եւ իմ կյանքի երաշխիքն է եւ քո կյանքի երաշխիքն է եւ որևէ բանով քույրեր եւ պարներ մի տարակուսեք ու երբ մի երբտեք իհարկե ոչ թե մարդային ամոզիչ խոսքով եմ ասեմ ձեզ նորից Աստծո հոգու զորությունով ուրեմն կան բաներ որ մեր կյանքում պետք է հաստատվեն օրինակ այդտենց էր պետք է մարդը տենար ու մեռներ բայց Մովսեսը Աստծուն կիմեց Աստված ելքը ասեց որ դա կամ քույրեր եւ պարներ երբ որ Մանուեն Սամսոնի հերը ընդամենը հրեշտակ տեսավ չգիտեր իմացավ թե մարգարեն իրան հայտնում է որ դեր եղավն է հենց որ համբարձվա վախեցավ թեթված կնան ասեց վայ քանիկ մենք կմեռնենք մենք Աստված տեսանք ձեր դատես մարդ Աստծուն մեռնի ասեց այ մարդ Աստված որ մեզ իսպանել ուզենար մեր ձեռի զոհը չէր վեկարել դու զոհարել ես Տիրոջը հա առանց զոհ հնարավոր չի ապրես ճիշտ ասեմ բոլորն էլ ճիշտ են դրա ճշմարտությունը մարդը կմեռնի որովհետև հայտարարված է Աստված արդար Աստված է քույրեր եւ բաներ եւ հնարավոր չի որ որևէ մեկը Աստծուն համոզի մի քիչ կաշառ տա հայավարի ասի թե թող ես ստեմ չմեռնեմ հայտարարելա մեղավորը պետք է մեռնի հասկանում եք իսկ մեղավորը զոհարը իր փոխարեն դու ունես բերել ես ինչ ես բերել կար ես բերել ցուլ ես բերել ինչ ես բերել հա Հիսուսին ենք բերել քույրեր եւ պարներ չեք զարմաց մեր զոհնովա ում համար Սաղմոս 10 ինձ հետ զոհով ուխտանողները թող մոտենան զոհով ինձ հետ ուխտենար ասма արանքում զոհն է որ ջրով մտրվում էին ինչ քեզ հարց տվեցին ասին հա դու համաձայն ես այս եկեղեցու անդամակցես հա ինչ ասում ասին հավատում ես որ Հիսուս Քրիստոսի քույրերն ու փրկիչն է ես գիտեմ որ եղբայրներից ես իրեք հարց են տանում եւ երեքներ կապված է Հիսուսի հետ եւ ուխտը որ դուք անում եք Հիսուսի հետ է քույրեր եղբայրներ Աստված մարդին համոզիչ խոսքեր չի անում 15-րդ գլուխ ծննդոց մի դեպք կատարվեց առաջի հավատացյալի հետ ուշադիր լսեք երբ որ Աբրահամին Աստված խոսեց ասեց որ ես քեզ օրտնելով պետք է օրհնեմ Աբրահամ եւ քեզ պետք է շատ մեծ վարձ տամ ասեց Տեր լսեք ինքն հենց օդի մեջ է Աստված օդի մեջ է խոստումներ չի արել Աստված ինչ անում է հաստատում է բանեմ ասե քեզի ես էլ հաստատությունը բանեմ ասե քեզի ես էլ հաստատությունը ես էլ հաստատությունը ասեց կտամ Աբրահամն ասեց իսկ ինչ կտաս ինձ չէ որ ես շարանգել չունեմ իմ տունը պիտի տիրանա Դամասկոսի Եղազարը տանս ծառը Աստված չհամոզեց
Օրենթացիների երկրորդ գլխի 4-րդ խոսքում ասում է, որ Պողոսը ես ձեզի մարդկային համոզիչ խոսքերով չեմ ավետարան քարոզել։ Հոգու զորությունը, որպեսզի ձեր հավատքը զորության վրա լինի։ Չհամոզեց եղբայրներ քույրեր, գիտեք ինչ արեց։ Հարեստուս աստղերը ցույց տվեց։ Всё։ Հռոմեացիներից 1:23-ն ասում է, որ ինքն իրեն հայտնում է ստեղծագործությունների միջոցով։ Հանեց ցույց տվեց։ Եվ ասում է Աբրահամը հավատաց արդարություն ստեղծեց։ Ախ որ կարդաք շատ լավ կնի։ Եվ դուրս հանեց նրան եւ ասա հիմա դեպի երկինք նայի եւ աստղերը համրեր, եթե նրանց համրեր կարող ես։ Եվ ասա անու քու սերունդը դա այսպես կանեմ։ Աբրահամը հավատաց Աստծուն, արդարություն ստեղծեց։ Զորությունը ցույց տվեց, որ մի կնոջ որովայնի մեջ չորացած որովայնում երեխա ձևավորող Աստված այնքան ուժ ունի, որ այդ երկրակամարի անսահման աստղերն ստեղծել, որ էլ չկասկածան չառաջանա։ Հաջորդ խոստումի ժամանակ, որ քեզ ուր քաղաքից հանեցի եւ քաղաքացիներից հանեցի այս երկիրը բերեցի, զայն քեզ իբրև ժառանգություն համար նույնիսկ խոստում տվեց։ Բերել եմ քեզ այդ երկիրը, այս օրհնյալ երկիրը ժառանգություն տալու։ Ձեզ իսկի խոստում տվել է, խոստում չի տվել, հավիտենական բաներ չի խոստացել, տանք երկինք, հա քույրեր եւ բաներ։ Ասելա, բա հաստատություն ունեք, Աբրահամին ասեց, Աբրահամը այդտենց այդտենց չանցավ։ Ասմա քեզի հանեցի, փերեցի, արդեն հասել է երկիրի հետ։ Կայնս կայնաստեղը, այս օգնությունների երկիրի տվի, քո սերունդիդ տվի։ Որովհետև քանի որ քո հավատքը քո վիճակի վրա է հիմնված, ոչ թե Աստծո որդու արածի վրա։ Դեռ ասում այ դու ես ինչ բանի մեջ ընկար։ Ստե գրած է, այդեղ բանը դու գուցավ խոսած։ Գրած ասեց այ բան։ Էր ինչ եք ուր խրեմ։ Ինչ եք ուր ասցի որ փրկություն ունեք։ Որ գրած է։ Եվ սիրելիներ, այստեղ Աբրահամը հարցրեց Աստծուն, նորից հաստատվելու համար, հավատքը հուսացած բաների հաստատությունն է։ Գիտեք ինչ հարցեց, նայել ստավ, ով դեր Եհովա, վլա չասեց, փարքեզի։ Եվ որ ասում են, ես ասում եմ սրտից են ասել։ Մի հատ հաստատվի դեր ամեջ։ Ինչ ասեմ Աստված ասել։ Ասեց փարքեզի։ Հա հետո, անեսա, ով դեր Եհովա, ինչպես իմանանք, թե ես պիտի ժառանգեմ այդ երկիրը։ Տեսեք ինչու մա խնդիրը, ես ոնց իմանամ, որ ես պիտի ժառանգեմ, կա։ Սրանից պիտի ժառանգեմ, լավ ապրը, ինք իրան Աստծո առաջ բոլոր ստանդարտները համապատասխանում է։ Ես եղբայրը քիչ ժառանգի ստանդարտներ կան, որ համապատասխանում են սուրբ գրային տվյալների։ Հայես ինչ իմանամ։ Եվ նորից քույր եղբայրներ Աբրահամը, երբ որ խոսած Աստված նորից չհամոզեց, չասեց դարելի Աբրահամ, ես ինչ թերավատ մարդ ես, ես ինչ անշնոր մարդ ես, ես Աստված եմ ասում եմ դու հակառակում ես, չի հակառակում, եղբայրներ քույր, մարդը որպեսզի բոլոր մտքի պատերազմներից ազատվի, հավատքը հաստատություն ուզում։ Վերջերս Վեդի քաղաքում ավետարանքի քարոզում հելերեմ ասում եմ, ժողովուրդ ջան, իրավացիորեն իրավունք եմ ինձ վերապահում ցեզի հարցնեմ ոնց եք ապրել, որտեղ հարազատները հանդիպելուց, քերքան խաղարկվելուց հետո հարցում են ոնց ես ապրում, ես ցեզ եմ հարցնում, ասում եմ Փարքիոջը վախ։ Հռոմեացիներից մեկի 17-ն ասում է, որ արդարը հավատքից է ապրում, եղբայրներ քույրեր, այսինքն սա լուրջ խնդիր է, եթե այսօր ձեր աշխատանքներից զրկեն եւ դուք ֆինանս չստանաք, դուք շատ կան հանգստանաք, որովհետև ապրելու խնդիր է, ճիշտ չի, բացի խնդիր է, հավատն էլ ապրելացեվա։ Հիմա ես զրկվում եմ որոշակի հաստատություններից, որոնք ինձ հավատքից են գցում, որ ես չեմ կարողանում հետագան հավատքով ապրել։ Դրա համար ինչի ես չհաստատվել, որ Աբրահամը հաստատվավ, Եհովա, ես ինչ իմանամ, ես պետք է ժառանգեմ։ Խելացի եւ ճշմարիտ հարց էր, եւ Աստված նորից սենց արեց, եղբայրներ քույրեր։ Եվ Տերը ասեց նրան, չհամոզես, տեսեք մարդկանց, Տերը սավանում, այս 9-րդ խոսքը։ Ինձի 3 հատերին, 3 տարեկան երինչ 3 տարեկան այս եւ կոյր։ Տերեց Աբրահամը, ճղեց մեջտեղից, զոհարեց, ճղեց, դրեց դիմաց կտորները։ Երինչեր այցեր մնացածեր։ Անելուց հետո, ասում է Աբրահամը ամբողջ ցերեկը նրանց վրա իջնող ճշադից թրջունները կքշի։ Աստված զոհարել է, Աստված ինձ քեզի դատար խոստում չտվեց, չասեց ես հավիտենական կյանքը քեզի տալու դու չես մեռնի։
ասեց մեկը քո տեղը կմեռնի զոհը արավ, ոնց որ է զոհը արեց Աբրահամի համար, որպեսզի իր աչքի առաջ ելնի ոչ թե Աբրահամի, որտեղ Աբրահամի վրա քուն բերեց, գիշերով անցավ այդ զոհերի միջով վարվող ջահը, Սուրբ Հոգու զորությունն ու կրակը, եւ ժառանգության մեջ ասում է եւ անցավ եւ Աբրահամի հետ Աստված ուխտ դրավ ու սավ Աբրահամին, որ քեզի տվի այդ երկիրը, քեզի տվի։ Ու փրկությունը Աստված հաստատել է Հիսուս Քրիստոս զոհով։ 3 տարեկան երիք չի տվել քույրեր եւ պատեր։ 3 տարեկան իր որդին ասողել։ 3 տարի ծառայեց երկրի վրա, 30 տարեկան ստեց 33-ում զոհել է քույրեր եւ պատեր եւ գնաց Աստվածուն կանգնած է։ Դու դրա խնդիրը ունես, որ ամեն օր հավատքի տեսիլքում հաստատվեր, հավատքը տնտեղ ըրնի, որ իմատասին չա կատարում։ Վերջերս ես կատաստրոֆի մեջ հայտնվել է, ստեղ մի քանի օր առաջ սպասավորական եղբայրները հարցեր են տալի, հարց տվին, ես զարմացա։ Ասեց, խոստովանության հարցն էր, որ ես ասի, որ խոստովանությունը Հիսուսին կդանեն, եղբայրներ ջան, իրանք հարց տվին։ Ասեց գաբու աղբեր, այտենց ասեն քույրիները մեր մոտ խոստովանություն չեն անի։ Ասեն սալը կայտա։ Ասում են երկա ջան, բայց ոչ քո մոտ խոստովանություն անի։ Դու ինչ հարց կարաս լուծես, լավ, ես եկել եմ Սլավիկի մոտ խոստովանեցի։ Ինչ հարց են լուծել։ Սլավիկը ոչ արում ունի, ոչ էլ կարում է սրբարան մտնի, որ խավություն խնդրին համար։ Ասում են եղբայրներ, բացատրում եմ, խոստովանությունը անում են Աստծուն, այդ պատմում Սլավիկի։ Սլավիկ իրանցը օգնում է հավատքի մեջ զորանալու, նայելու Տիրոջը, ուղղություն ատալի կամ ինչ-որ բաներից հետ ապահան, որպեսզի այդ մարդկանց հետ աշխատանք անի հավատքի զորությունը բարձրանա։ Բացատրում եմ, ասում եմ, Հեսու Նաքարին ասես տղա ջան, գնա Աստծուն խոստովանի, ինձ էլ մի թաքցրու քո մեղքերը։ Այ ախպեր, ասում բացատրենք, այսինքն ես մարդիկ համաձայն են, որ ես մարդիկ եկան դժոխ, մնան իրաց մեղքերի մեջ։ Ես չեմ մեղադրեմ, խաբար չեմ ճշմարտությունից։ Պատկերացրեք, մենք գլխի չընկնենք, որ մեր փրկության միջոցը Հիսուս Քրիստոսի համաձայնումն է։ Սրբարանը մտնում էր քահանան, այրունը տանում էր նոխազի կապչուլի, սրսկում էր Զոհասևանին, իր համարին էր զոհանը։ Ասում էր, եսի ասեն գաբույի մեղքի մարը, թողություն էր ստանում, հələ դրսում կանգնած քույրեր եղբայրներ։ Բոլոր ժողովուրդը սպասում են, որ քահանաշորերը փոխել էր, մտել էր շորերի ծայրերին, ծոպերից նռնենիներ էր կախած, մեջտեղները զանգակներ։ Հենց որ սրսկում էր, զանգակները զնգզգում են, հաստատություն էր ելնում։ Ժողովուրդը փառքի տանում Տիրոջը համոզելու, որ իրաց մեղքերին թողություն տա։ Քահանան չմեռավ, արուն ընդեղ սրսկվա։ Երկինք մտած քահանան եբրայցից տուղտ ասում է, որ սեփական արունով մտավ, ու ասեց գնացեք սպասեք զորություն կա։ 40 օր երկրի վրա ման եկավ, շոշափեցին, բայց ասեց եդի վկայություն չի, սպասեք, որ վկայություն ունենա։ Երբ որ վերջի 10 օր երկինք հասավ, մտավ հոր ներկայության մեջ, սրբարան մտավ արունը գրեց սեղանին, երկինքից այդ զանգակներից են եկավ, գրացա երբ Պենտեկոստեի տոնը հասավ, դրամար են մեզ ասում պիտի դիսյատնիկի, երկինքից աղաղակ եկավ ասպա, Սուրբ Հոգին եկավ, այդ աղաղակը վկայություն էր, այդ Սուրբ Հոգին մեր մեջ հաստատություն է, որ մենք չենք մեռնի կամրենք, որովհետև այրունը ընդ է մտավ, քույրեր եղբայրներ, եւ դուք թողություն ստացար, սա է մեր հավատքի հաստատությունը, Հիսուսն է, ոչ թե իմ վիճակն է, վիճակը, որ ես ուխտը խախտում եմ, ձև ադրի Աստված Հովհաննեսին ասել է 1:8-ում, հավատարիմ են ամեն մեղքերին թողություն տալու, երբ որ մենք խոստովանում ենք։ Այսինքն մենք ուխտը վերականգնում ենք։ Այնքան ցավոտ է, որ քրիստոնեական աշխարհը սրանցով չի կյանք ստացել, կյանք ստացել է քույրի ջան գլուխը ծածկի, երկաշարակի, երկաճատելի, երկարակի, ես էլի արա, որ քրիստոնեական շնորհ կաբերու, բայց կարևոր մասերը, որ մեզ պետք է հաստատի հավատքի մեջ, որպես Աստծո որդիներ, մեր մեջ այդ հավատքի ուղղությունը չկա։ Դրա համար տկարանում ենք են, հենգնում ենք են, վիավորում ենք են, ուխտի խախտումներ ալնեմ, ոտնատակ ենք տալեմ, Աստծո որդին ինչպես եբրայեցիներից 10-րդ գլխում ասում է, ուխտի այրունը անարգում ենք, քույրեր եղբայրներ, բայց երբ որ Աբրահամը գիշատից թռչուններին խելքն էր, չէ՞ թողում գիշնեն զոհի վրա, այսինքն հանգարց չնի զոհը իմ աչքերից հեռանա,
Հանկարծ չլինի զոհը վնասել, ես մոռանամ Տիրոջ զոհը, եւ էդի շատ ժամանակ մեր կյանքի մեջ ընկնեմ, կարող է մեր վիճակը այն ձևի բաների մեջ հայտնվի, որ մենք մոռանանք Հիսուս Քրիստոս զոհը եւ ունենանք շատ դժվարությունների մեջ եւ բաներ կուտել։ Վերջը կյանքը Հիսուսով է մեզի տված։ Ինչքան լուրջ թշնամի ունեն, որ անդադ փորձում է մեզի Հիսուսի զատի հաղորդակցությունից կդրի, որ մենք այդ կյանքի համը չզգանք, հասկանում եք, հոգով չլցվենք, չզորանանք, շոշափելի ձևով, ինչ էր ասում, մի մարեցրեք Սուրբ Հոգին, որ ստացել եք փրկության օրվա համար։ Ինչ կարիք կա, որովհետև հոգին հաստատություն է բերում մեր մեջ Քրիստոսին, ասմանձնից արնի կտա ձեզի Սուրբ Հոգին, ձեզի ամեն ճշմարտությանը կառաջնորդի։ Ես իմ գաղափարներով առաջնորդող մարդ եմ, ինչ գիտեմ են եմ անում, եկար չոթելու ժամը կչոթեմ, եկար հեծելու ժամ կհեծեմ, եկար գործի ժամը կհեծեմ, սա ժամադրված եմ եմ, երբ եմ մտածում, թե հոգին ընձի ինչ ասեմ, Տիրոջ անունը փառավորվի, ես գիտեմ, որ ժամանակը չի հերիք եմ, գիտենք մեզ պատահած բաների մեջ ընցա մեր ծնգերը թուլանը, մենք կորցնում ենք մեր հավասարակշռությունը, կորցնում ենք մեր հավատքը, ուր Աստված ասում ենք, Տեր, բացում ես, որին ես ես քանտարի պաշտեցի, որովհետև մենք Աստծուց ինֆորմացված չենք, և քանի որ Աստված զոհն արեց, հաստատությունը ցույց տվեց, որ չես կորի կտամ ես, բայց այս տառապանքների ուղին պետք է անցնես, այս են արտասուքների հովիտն է, որ յուրաքանչյուր հավատացյալ իր հավատի չափով անցնում է, բայց չի կարող դիմակայել, մինչև որ Աստծու վրա ունեցած հաստատությունը չունենա իր սրտի մեջ։ Քույրեր եղբայրներ ջան,